Օգոստոսի 2-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց ազգային ժողովի 9-րդ գումարման Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների падգամավորներին։ Նորընտիր падգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունեցին խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշեց. Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է ամենայն հայոց կաթողիկոսին, այն չէր ապահովվել։ Այդ իսկ պատճառով Ուժեղ Հայաստան խմբակցությունը եկել է Մայրաթոր օրհնություն ստանալու ամենայն հայոց կաթողիկոսից։ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրեց, որ իբրև հայոց եկեղեցու զավակներ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի падգամավորներ իրենց հոգեվոր պարտքն էր այցելել վեհափառ Հայրապետին։ Ցավոք այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ վեհափառի падգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ազգային ժողովի անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը, ընդգծեց նա։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց падգամավորներին, ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի եւ ձևավորված ավանդության մասնակցելու ազգային ժողովի անդրանիկ նիստին եւ բերելու падգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը եւ հայրապետական իր падգամը։ Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսեց երկրում եւ ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության եւ առկա ծանր հիմնախնդիրների մասին։ Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաեւ ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների եւ ընկալումների աղավաղումը, նաեւ հայոց եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի եւ վստահության մթնոլորտը, ժողովրդավարության եւ օրինականության ամրապնդումը, արդարության եւ ճշմարտության գերակայությունը, նշեց վեհափառ Հայրապետը։ Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծեց. մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի ենք եւ այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության եւ իղձերի մարմնավորման։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր եւ իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիք լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում, միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։ Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ ամենայն հայոց կաթողիկոսը հորդորեց նորընտիր падգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը եւ հանձնառություններին, գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման եւ ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաեւ պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ եւ ազնվությամբ։ Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ падգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։ Վերջում վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների падգամավորներին հայոց եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի եւ որդիական սիրո համար, հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Հանդիպումն ավարտվեց պահպանիչ աղոթքով։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր,
պահյա, պահպանյա և օրտնյա զազգս հայոց զեգեեցիս Հայաստանյայց։